Հատ նորից հավասար 1 2 Եկեք, իրար հետ գնում ենք Քեմնից։ Գնում ենք իրեք հրացանակիների խաշնամա ուտելու։ Առավոտը ժամը 6:30 մթով լցում ենք գործի։ Գնում ենք Բեռլինի գլխավոր կայարանից, այ հեսա։ Այս խուճուճ տաբլոների մեջ Արիքոնը քթի։ Մեկ չի ասում դիդակտիկային։ Կարճ, կոնկրետ հասկանաս։ Տրամաբանական շաբաթորս շատ էլ պետքա լինի։ Եթե մոռացել ես տոմս առնես, այս ապարատն քեզ օգնական։ Իմաստուն հայացքով նայում ես արևային պանելներին ու խելացիներ ջան ձեր համար հարցում են։ Բերեք տեսնեմ, ես ինչ ասես լիքը գնով կերպով։ Կայարանի հենց մեջտեղն էլ դրած։ Ես էլ արդեն գնամ գնացքից չուշանամ։ Ձերքի հետ էլ ուսումնասիրում ենք շրջակա միջավայրը ու ոնց որ արդեն մեր իջնելու ժամանակն է։ Մենակ թե տեղ տվեք անցնենք, մեկ էլ կխնդրեմ տիկին ջան, այդ ծուխը մեր վրա չփչեք։ Կանգնած սպասում ենք մեր արդեն երկրորդ գնացքին, նայում աչ տեսնեմ պիտաչոկն ու վհուկն են մեր հետ գալիս Քեմն։ Բայց այդ հեչ լավ բանի մասին չի խոսում։ Հետա եկանք իրանք Քեմնից այնտեղից էլ բացվում է Մարտինի տեսարժան դիտարանը։ Գեղեցիկ տեսարան է։ Սենց եղալով մի կերպ հասա առաջին հրացանակի ռևմատոլոգի իմ ընկերոջը, ում հենց տեսա ոտնոցածը սկսեց սանջել։ Գնացինք մի փոքր առևտուր արեցինք, գերմանական ձևերով տեղավորեցինք տոպրակը ու գնացինք արդեն։ Ասեմ ձեզ, որ բնականների արժեքները կախված հողից տարբեր են, բայց ընդհանուր առմամբ բավականին թանկ։ Վայելում եմ բալկոնի սիրուն տեսարան ու սոված սպասում թե ինչ են բերելու ուտեմ։ Սրանից հետո էլ արդեն տեսեք թե ինչա սպասվում մեզ երեկոյան առանց մեկնաբանությունների հոգնեցի այսքան խոսալուց։ Դիր Աջորդը Դիր